Սերժ Սարգսյանն շտապում է ազգբանակ 2017 համաժողովին։ Պաշտպանության նախարարի հետ ձեռքսեղմումից հետո նա հայացք է նետում ներքևում շարված զինտեխնիկային։ Մարզահամերգային համալիրում սպասողներին Սերժ Սարգսյանը մոտենում է նախարարներով շրջապատված։ Ընտրակեղծիքների մասին հարցին Սերժ Սարգսյանը պատասխանում է լռությամբ։ Պարոն Սարգսյան, ընդդիմադիրները ընտրակեղծիքների մասին են հայտարարում։ Մինչ կժամաներ Սերժ Սարգսյանը առիթից օգտվում են լրագրողները, հարցեր ուղղելով նրան սպասող պաշտոնյաներին։ Վաղը մեկնարկում է Երևանի ավագան ու ընտրությունների քարոզարշավը։ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ըստ հայտարարագրի մի ամբողջ կարողության տեր է։ Չի կարելի անընդհատ մի թվի վրա սևեռվել եւ ասել թե որտեղից։ Նայեք այնտեղ պարզ հստակ գրած է։ Տարոն Մարգարյանն անգամ վստահեցնում է այս հարստությունը կուտակել է բացառապես աշխատավարձի հաշվին։ Դուք բիզնեսներ չունեք։ Ամբողջ ոչ։ Ազգբանակ 2017 համաժողովի մասնակիցների թվում է Երկրապահ կամավորական միության նախագահ ՀՀԿ ցուցակով կրկին պատգամավոր դարձած Մանվել Գրիգորյանը։ Նա մինչև հիմա չի որոշել արդյոք մանդատը կվերցնի։ Մանվել Գրիգորյանը չի լսել ընտրախախտումների մասին։ Մի քանի անգամ բռնի մատերսել ստուդին բանարին, լիշնի մար շատ արդար մաքուրալ է, թե ով ոնց է իրան տեսել, չի դեմ։ Գեներալը կրթության եւ գիտության նախարարի հետ խոսելիք ունի։ Մի քանի վայրկյան անց Լևոն Մկրտչյանը Մանվել Գրիգորյանի մտահղացումն է գովում։ Գեներալի ամենահզոր ժամանես։ Ողջույնների առածի ստորաբաժանումներն են, ոչ թե զորքերի մեջ այդքան կապավոր կամ բան, այլ աջունի ստորաբաժանումներ։ Կրթության եւ գիտության նախարարին հարցը գեներալի մտահղացման մասին չի տրվում, այլ հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրած եւ իրազեկ քաղաքացիների միավորմանը դատի տված տնօրեններից։ Ես օրինականության եւ Հայաստանի Հանրապետության օրենքների պաշտպանության կողքին եմ։ Ազգբանակ համաժողովին ներկա է Սփյուռքի նախարարը, խոստանում է աջակցել բանակի հզորացմանը սփյուռքահայերի օգնությամբ, իսկ ինչպես է Հայաստանն աջակցում մասնավորապես սիրիահայերին, նոր Հալեբ թաղամասի կառուցումը մնում է անավարտ։ Նոր հարերը սոցիալական ծրագիր չէ, պետական ծրագիր չէ, դա սիրիահայերի ցանկությամբ ստեղծված նախագիծ է, եթե իրենք կհավաքեն համապատասխան գումարներ, կցանկանան ունենալ, ուրեմն սկսենք օգնել նաև։ Իսկ Ազգբանակ 2017 համաժողովին պաշտպանության նախարարը նոր նախաձեռնության մասին հայտարարեց, ժամկետային զինծառայողը կարող է 3 տարով պայմանագրային հիմունքներով ընդգրկվել մարտական հերթապահությունում, ավարտից հետո պետությունը նրան միանվագ 5 միլիոն դրամ կհատկացնի սեփական բիզնես սկսել ու կրթություն ստանալու համար։